Ողջույն եւ բարեկալությունների տաղավար, իմ զրուցակիցը նոր ուժ կուսակցության 3-րդ համարն է, Նարինե Արամյանը, Տիկին Արամյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ, որ ուշադրություն եք դարձնում, հատկապես այս ժամանակահատվածում։ Իդեպ մենք որոշեցինք առանձին հարցազրույց իրականացնել նաեւ կին տեխնացուների հետ 3-րդ համարների, դա էլ է հետաքրքիր, որ կուսակցությունների մեծ մասում 3-րդ համարն է կին, այսինքն առաջինը չեն դնում, երկրորդը չեն դնում, միշտ 3-րդ համարն է, դա էլ է հետաքրքիր, որ միշտ այնց ավանդական ինչ որ գործելավոճ կա ցուցակներ ձևավորելու հետ։ Տեսեք, ընդհանուր առմամբ երևի որովհետև դեռ չգիտենք, որ ճիշտը հակառակն է սերերի տեսանկյունից, բայց մենք դրան անպատճառ կգանք։ Ուղղակի որովհետև այդպես ավելի հարմար է առաջին եւ երկրորդ համարներին ավելի շատ լսելու համար։ Շատ լավ։ Սկսենք ոչ այնքան հաճելի իրադարձություններից, որոնք տեղի ունեցան մայիսի 18-ին ու տեղի ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի վարչապետի տեխնացուի ակտիվ մասնակցությամբ ատելության, խոսք, վիրավորանքներ, ինչեր ասած չլսեցինք մայիսի 18-ին, վարչապետը բավականին զայրացած հայտարարություններ էր անում, վիրավորում էր տարբեր քաղաքական ուժերի ու անձանց, Ղարաբաղյան կլանին, իր մրցակիցներին, դուք որպես քարոզչական այս գործընթացների մասնակից քաղաքական ուժ ինչպես եք գնահատում այս երևույթը, նույնիսկ ես սոցիալական ցանցերում կարծիքներ լսեցի, որ սա տանելու ավելի վտանգավոր վատ իրավիճակների։ Ասել բացասական կնշանակի ոչինչ չասել, որովհետև այստեղ որևէ մեկը, ով որոշակի պայքարի մասնակից է, հասարակական կյանքի զարգացման տարբեր փուլերում որևէ դերակատարում ունի, չի կարող առնվազն համաչափ ընկալել նման իրավիճակը։ Նախ եւ առաջ որևէ հանրային գործիչ, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, որևէ իրավունք չունի քաղաքացիների հետ նման ձևով, անգամ ուղղակի որպես հավաքական կամ խմբային մոտեցում դրսևորելու նախ եւ առաջ, երկրորդ հերթին հստակ անգամ ամենատարօրինակ կամ քեզ համար անընդունելի բանաձևեր, ձևակերպումներ պետք է միանշանակ ընկալվեն ինքնակննադատական մոտեցումներից ելնելով եւ ավելի քան հանդուրժողական եւ մարդկային դրսևորումների արժանան այն ինչ մենք տեսանք բնականաբար այդ դաշտից այդ որակի եւ նման նպատակներ չհետապնդող էին եւ հասկանալի է որ մենք պետք է հասկանանք որ եթե կարծում ենք բարոյական բայց մյուս կողմից էլ թե որ իրավական ձևաչափերում կարող է դա տեղավորվել եւ ինչպիսի գնահատականի պետք է արժանանա արդեն այսօր չեմ ասում արդեն մոտ ապագայում։ Եվ այո, դա բացարձակ անհանդուրժելի է, անընդունելի է եւ անպատճառ պետք է պատասխանատվության ենթարկել նման իրավիճակների թե սադրողներին եւ ես ընդհանրում եմ դրանք բացարձակ նույն մարդիկ են եւ թե իրականացնողներին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վրթովմունքի ինչ որ ձևով արդարացված չէր ձեզ այն տեսանյութով, որ նա վաղ առավոտյան հրապարակեց մայիսի 18-ին, այսինքն ահաբեկչության մասին, ինչ որ ենթադրյալ ահաբեկչության մասին տեսանյութ էր, որ մարդիկ խոստանում էին Ղարաբաղի, Արցախի ակցենտով մարդիկ խոստանում էին նրան հաշվեհարդար տեսնել։ Գիտեք, աշխատել է պետք։ Մարդիկ պետք է աշխատեն, մանավանդ այն պաշտոնատար անձինք, ովքեր այսօր չեն աշխատում տրամաբանորեն հասկանալի է արդարացնելով դա քարոզարշավով, բայց չէին աշխատում նաև դրա մի քանի տարիներ նախորդող ժամանակահատվածը։ Հետևաբար ոչ մի տարօրինակ ոչինչ նման վարքի մեջ ես չեմ տեսնում եւ փոխանակ անգամ հանձնարարության տեսանկյունից էլ չէ, որպես գործադրի ղեկավար, ուղղակի աշխատանք տարվի իրավապահ համակարգի ոլորտում դա էլի հերթական աժիոտաժային եւ նորից կարող եմ ասել բռնազբոս թվալու տեսանկյունից չարթարացած որևէ գործողություն է այնուամենայնիվ այսօր մենք գիտենք թե ովքեր են ահաբեկչության համար դատապարտման ճանապարհին այնպես որ ես չեմ պատկերացնում որ նման արհեստական շինծու ես անգամ հավատում եմ որ դրանք ցանկացած հենց այդ իշխանական ուժերին հարող տարբեր խմբավորումների կողմից կարող են լինել կազմակերպված։ Ու այս մասով վերջին հարցը դուք նաև իրավապաշտպան գործունեություն ունեք, չէ՞, Ծավալում, ինչքան ես գիտեմ, տեսեք մենք նաև նկատեցինք արցախցի քաղաքական գործչի հանդեպ գործողություն Արթուր Օսիպյանին վարչապետի հետ բանավեճից հետո հեռացրեցին եւ տարան ձերբակալեցին հիմնական քրեական վարույթ են սկսել, բայց առերևույթ որ նայում ենք ընդհանրապես բանավեճ էր
Ընդ որում այս տեսանյութն է հատկապես որ արցախցիների բարբարովը կարծիք կա որ ատելություն է սերմանվում դուք տեսնում եք դա ինչպես եք վերաբերում այս երևույթին որ քաղաքացուն պարզապես հեռացրին ու ձերբակալել են շուտով կտանեն կալանքի այդ բանի համար Այսօրվա ամբողջական խոսուտը որն օգտագործվում է իշխանական եւ այսօր ներկայում քարոզարշավ իրականացնող խմբակի կողմից ամբողջությամբ համապատասխանում է ատելության խոսք բառակապակցության բոլոր բովանդակային իմաստներին եւ եթե մենք դա չենք տեսնում կամ համապատասխան առավել եւս պատկան մարմինները դրանով չէ զբաղվում չի նշանակում որ դա իրավական հետևանք չպետք է ունենալու է եւ ասեմ ավելին անկախ մեր վերաբերմունքից այն անհատներին կամ գործիչներին ում նկատմամբ նման գործողություն է իրականացվում որովհետեւ մենք կարող ենք նրանց չսիրել նրանք կարող են լինել ոչ այդքան ճիշտ եւ առավել եւս ոչ մեր կարծիքը կրող, բայց այդպիսի գործողությունները իրավաչափ չեն, ապօրինի են եւ այդ իրավապահները նույնպես պետք է կրեն պատասխանատվություն մարդու իրավունքների այսպիսի ոտնահարումների համար։ Լավ, անցնենք ձեր ծրագրին, նոր ուժի ծրագրին Օրինակ ծրագրում խոսվում է հին վթարային շենքերի փոխարեն նորերը կառուցելու եւ երիտասարդ ընտանիքներին ու զինծառայողներին շուկայականից էժան գներով բնակարաններ վաճառելու մասին։ Դուք Երևանի ավականո անդամ եք։ Երևանի ավականո անդամ եք եղել նաեւ այն շրջանում, երբ որ Հայկ Մարությանը քաղաքապետ էր։ Ճիշտ է, ոչ չեմ եղել իհարկե, դեռ ես չգիտեմ էլ դա լավ է թե վատ, բայց այնուամենայնիվ այսօր ես տեսնում եմ եւ կարողանում եմ գնահատել նաեւ այդ ժամանակա եւ որ հետ հայացք եք նետում Մարությանի ավականի քաղաքապետ լինելու ժամանակահատվածում 18-ից 21 կարծեմ քանի նոր վթարային շենք է փոխվել որ դուք վստահորեն ասում եք որ հինները կկարողանաք փոխել Գիտեք, ես կարող եմ ասել, թե ինչպիսի ծրագրեր են դրվել որպես նպատակ, որքան ճանապարհ ենք անցել մենք հենց 18-ից 21 եւ ոչ ավականու անդամ որպես այլ ուղղակի որպես մասնակից թիմի անդամ մեկը ով քաղաքի զարգացման համար եւս ոչ միայն ընդհանուր գործունեության շրջանակներում այլ որպես քաղաքի բնակիչ եւս եղել եմ այդ որոշակի ծրագրերում եւ այդ նախագծերը որոնք որ եղել են եւ այո 3 տարիների ընթացքում անցել են այդ ճանապարհը միանշանակ իրատեսական են իրագործելի են եւ այսօր եւս դեռևս սպասում են իրենց հերթին եւ այս իրավիճակում փոխվել են այն ծրագրերը միայն որոնք որ թույլատրել է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում բայց սոցիալական ձեռներեցության եւ սոցիալական պատասխանատվության ոլորտի բարեփոխումները տեսնում ենք որ ուշանում են բայց միանշանակորեն հիանալիորեն կարող են իրականացվել այսօր առաջին հերթին ոչ միայն բնակելի ֆոնդի ոչ միայն երիտասարդ ընտանիքների այլ նաև սոցիալապես անապահով այսինքն սոցիալական բնակ ֆոնդի իրականացման տեսանկյունից եւ այո մենք այսօր եւս որպես պետություն այդ ֆինանսական միջոցներն ունենք հատկապես եթե հաշվի առնենք թե ինչպիսի պարգևավճարներ են դուրս գրվում եւ չեն հասնում այն նպատակին որոնք որ պետք է ծառայեն բնակչությանը Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում, թե աստիճանաբար գնա ԵՄ-ին անդամակցության ճանապարհով։ Այստեղ խնդիրը աստիճանականությունն է, որովհետև այո, միանշանակ մեր ապագան եվրոպական է, մեր ներկան է եվրոպական եւ ամբողջ արժեհամակարգը, որի կրողը մենք ենք եւ որի օրինակը եղել ենք մենք որպես քաղաքակրթություն ամբողջությամբ եվրոպական է։ Այս հարևանները եվրոպական չեն։ Գիտեք, ես կարող եմ ուրիշ երկրների օրինակներ բերեմ, որոնք եվրոպական չեն, բայց այսօր Եվրոպայում են եւ այլի մեր հարևաններից են եւ շատ հարցերում ձգտում են այնտեղ եւ չեն հաջողում, որովհետեւ իրենց պետությունը բավականաչափ իրավական ժողովրդավարական չէ եւ այդտեղ բավականաչափ չէ եւ սոցիալականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը այդ է պատճառը, որ մենք հենց այս ուղին ենք որդեգրել եւ ժողովրդավար սոցիալիստ ենք։ Սա շատ կարեւոր խնդիր է, որովհետեւ այլ ճանապարհ, քան սոցիալական եւ իրավական երկրի կառուցումը չկա եւ մենք գլխավոր խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնենք այդ իմաստով այո ինչու է կարևոր այդ աստիճանական անցումը որովհետեւ այսօր մենք ի վիճակի չենք եւ դեռևս չենք էլ սկսել այն էլ ինչ ցույց ենք տալիս
բաց հարցակ արհեստական մակարդակի վրա է, բայց կարևորագույնը փոփոխությունների տեսանկյունից եւ բարեփոխումների տեսանկյունից իրականացնելու պայմաններում, այո, այդ աստիճանները հնարավոր կլինի ավելի արագացնել եւ իհարկե մեր մոտ ապագան կլինի անհամեմատ ավելի պայծառ։ Աստիճանաբար ասելով նկատի ունեք, եթե անցնեք խորհրդարան եւ մեծամասնություն կազմեք ու վարչապետ նշանակեք ձեր տեխնացուին, այսինքն այդ կառավարման 5 տարիներում թե դա ավելի հեռանկարային միանշանակ է որ ավելի հեռանկարն է, բայց 5 տարիներում այն հիմնակարերի սյուների ներդնումն է, որոնք որ ընդհանուր առմամբ ենթակառուցվածքից միջև կառավարման համակարգեր բացարձակ ամբողջական փոփոխությունների կարիք են տեսնում։ Եթե մենք դա չենք դնում եւ գնալով ավելի է հեռվանում ժամանակահատվածը, ինչպես կարող ենք մենք պատկերացնել մոտ ապագայում անգամ առաջիկա 10 տարում նման փոփոխությունները։ Գիտեք, եթե անգամ որոշ ոլորտներում ներգրավվածության շրջանակները լայնանան, օրինակ նույն ազատականացման, մուտքի, ելքի արտոնագրեր եւ այլ այդպիսի խնդիրներ էլ դա միևնույն է մեզ չի մոտեցնում եվրոպականացում կատեգորիային։ Այսինքն մենք այնքան աշխատանք ունենք անելու, որպեսզի դառնանք եվրոպական ընտանիքի ամբողջական լիիրավ անդամ եւ կարողանանք համապատասխան այդպիսի տնտեսական զարգացում ունենալ, բայց այո, որքան մենք հեռու լինենք տարածաշրջանում ավելի խաբուսիկ, ավելի ոչ հմուտ եւ ավելի գերադրական դիրքեր փորձել գրավող պետությունների հետ, նրանց հետ իհարկե մենք պետք է ավելի ճշտված, հստակեցված հարաբերություններ ունենանք, որոնք որ մեզ չեն լարի, բայց չեն էլ իհարկե հեռացնի մեր ճանապարհից։ Ինչ կոնկրետ միջոցներ եք առաջարկում բարձրացնելու կանանց մասնակցությունը աշխատաշուկայում, հատկապես այն խմբերի շրջանում, որոնք կրթված լինելով դուրս են մնում աշխատաշուկայից։ Անհավասարությունը ցանկացած հասարակության ամենազարգացած անգամ հասարակության ամենամեծ արատն է։ Այն անհավասարությունը, որը կա մեր հասարակության շրջանակում, որևէ արդարացում չունի, որովհետև մենք միշտ խտրականացված ենք եղել այլոց շրջանում։ Մենք անգամ ոչ այդքան անցյալում այդպիսի պատմություն ունենք խտրականության արդյունքում զանգվածաբար զոհված լինելու։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերանայենք մեր արժեհամակարգը առնվազն որոշումների կայացման ոլորտում, որովհետև եթե մենք կարողանանք մասնակցայնությունը հավասարեցնել, առաջին հերթին որոշումների կայացման իմաստով, ապա մնացածը հնարավոր կլինի շտկել եւ առաջին հերթին իհարկե դա հավասար պայմաններն են աշխատանքի, որովհետեւ աշխատանքային իրավունքները այսօր ավելի քան անտեսված են։ Դրանց պաշտպանությունը գրեթե որևէ նշանակություն չունի հատկապես կառավարման տեսանկյունից։ Եվ սա իհարկե անշուշտ անդրադառնում է նաեւ եւ տարիքային խտրականության, եւ սեռերի միջև, եւ այո դա կապ ունի նաև երիտասարդության մասնակցության հետ, բայց այո կանայք ավելի են տուժում, որովհետև ընդունված են որպես ավելի խոցելի խումբ տեսնել, այո, ընկալել նրանց։ Բայց սա միանշանակ հստակ ձևաչափերով կատարվող աշխատանք է ոչ թե միայն հասարակության հետ, այլ առաջին հերթին կառավարման տեսանկյունից։ Այսինքն ապահովելու եք հավասարության սկզբունք առաջնային միանշանակ դա է այդ բոլոր գործընթացների հիմքում միայն հավասարությունն է եւ հավասարությունը ոչ թե որովհետեւ մենք դա ունենք օրենսդրական դաշտում, պատկերացրեք մեր օրենսդրությունն այդ իմաստով ավելի զարգացած է եւ ավելի արդիական է այսօրվա մեր իրականությանը, քան այն իրավակիրառական գործելակարգերը, որոնք մենք ունենք։ Եվ այո, հնարավոր է դա իրականացնել անգամ այսօրվա օրենսդրության շրջանակում, բայց միանշանակ է, որ օրենսդրությունը եւս բարեփոխումների կարիք ունի։ Իսկ ինչ քայլեր եք պատրաստում ձեռնարկել հանրային խոսքում կանանց նկատմամբ խտրական դրսևորումները կանխելու եւ ավելի ներառական հանրային միջավայր ձևավորելու համար։ Չեք պատկերացնի, բայց լավագույն տարբերակն անշուշտ պատիժն է։ Գուցե մի փոքր խիստ է հնչում, բայց պատասխանատվության ենթարկել է։ Նախ եւ առաջ, որովհետեւ մարդկանց խոսույթը լինում է այսպիսի հատկապես կանանց նկատմամբ խտրական, սեռի մյուսի նկատմամբ գերակայություն ընդգծելու նկարտումներով միայն այն դեպքում, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում անգամ ամենաբարձր մակարդակում դա կիրառելու համար։ Ընդունված է մտածել, թե մենք բավականաչափ շատ ղեկավար դիրքերում ունենք կանանց, ունենք գործադրում եւ օրենսդրում եւ այլն, առավել եւս դատականում, բայց դա ոչ միայն բավարար չէ,
դա այսօրվա այսպիսի ձևով կիրառելը ավելի նսեմացնում կնոջ դերը որոշումների կայացման մասնակցությանը, որովհետև դա չպետք է լինի արհեստական եւ ուղղակի ինքնաբուխ, դա պետք է լինի հավասարության սկզբունքով արդեն իսկ ներդրված, եւ դա պետք է լինի մանկապարտեզում, դպրոցում, այս իմաստով մենք կարող ենք անգամ ասել ինչու է այդտեղ նսեմացում տղամարդու դերը, բայց այն դրանից է գալիս, որ կանանց որոշակի դեր է տրվում հանրային կյանքի զարգացման այդ ոլորտներում, որպեսզի նրանք ուղղակի այդտեղ լինեն զբաղված։ Սա ոչ միայն անարդար է, այլև որևէ կերպ չի նպաստում մեր երկրի զարգացմանը, ինչը իհարկե հնարավոր է եւս շտկել, եւ կարծում եմ, որ դա այն բարդագույն խնդիրներից չի կարող լինել, որովհետեւ մեր հասարակությունը միշտ պատրաստ է եղել եւ ավելի հավասար է, քան մենք դա տեսնում ենք իրականում։ Անցնենք այլ թեմաների, համընդհանուր առողջապահական ապահովագրությանը դուք եք կողմ, ճիշտ եմ հասկանում, ծրագրային դրույթներից ելնելով։ Ընդհանրապես որևէ այլ տարբերակ, քան համընդհանուր ապահովագրությունը բոլոր ոլորտներում լինել չի կարող, որովհետև մենք չենք կարող ունենանք այլապես տնտեսական զարգացում, եւ դա որևէ գյուտարարություն չէ, մենք էլ չենք նորամուծություն ասում, որ ասում ենք կողմ ենք, անշուշտ դա շատ կարևոր է հենց առաջին հերթին սոցիալական պաշտպանության տեսանկյունից։ Քանի որ ձեր ուժը նախատեսվում է թեթևացնել նաև հայարկային բեռօրինակ շրջանառության հարկը դարձնելով 5%, ինչպես է պետությունը ֆինանսավորելու առողջապահական այս ծախսատար համակարգը առանց աշխատող քաղաքացիների վրա նոր ֆինանսական բեռ կամ առողջապահական հարկ դնելու։ Որովհետև մենք չենք պատկերացնում, որ փոքր երկրների զարգացումը չպետք է գնա հարուստներն ավելի հարստանան, աղքատներն ավելի աղքատանան սկզբունքով, որովհետև մենք չենք կարող դնել հավասարության նշան նրանց միջև, ովքեր օրնիբուն անգամ իրենց համար սահմանված 8 ժամից ավել աշխատանքային օր ունեն, իսկ մյուսները բացարձակ ոչ արդար հարկային դաշտի շնորհիվ ունեն կրկնակի եռակի ավելին։ Սա է մեր խնդիրը, ոչ թե որովհետև շարքային քաղաքացին պետք է նվազագույնը տա, օրինակ կարող եմ բերել անգամ տրանսպորտային համակարգի վրա, երբ մենք թվում է կամ մենք փորձում ենք համոզել քաղաքացիներին, որ այն 50 դրամը նշանակություն ունի, քանի որ մենք ունենք բյուջեում ճեղքվածք, ոչ, եւ այսօր իրավամբ երևում է, թե որ հարկերի կամ որ տուրքերի կամ տեղական վճարների պատճառով է, որ մենք չենք կարողանում տնտեսությունը կարգավորել միջև վերջ։ Եվ այստեղ պետք է լինի համաչափ բաշխվածություն, եւ դա միանշանակ տնտեսագիտական ոլորտի գիտելիք է, եւ պատկերացրեք ոչ այդքան միջինից էլ բարձր չէ։ Հետեւաբար մենք կարող ենք դա իրականացնել, եւ դա մենք պետք է անենք, եթե մենք ուզում ենք պահպանել սոցիալական պետություն հասկացությունը մեր սահմանադրության շրջանակներում։ Ծրագրում հատուկ ընդգծված է, որ հնարավոր չէ չեղարկել ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ շեշտվում է Արցախի ժողովրդի իր հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքը։ Դիվանագիտական եւ քաղաքական ինչ հստակ մեխանիզմներով եք պատրաստվում միջազգային հարթակներում պաշտպանել եւ իրագործել այս իրավունքը։ Եկեք պատկերացնենք, որ դա մեր ծրագրում չէ, մենք իհարկե խելացի գործունյա մարդկանց խումբ ենք եւ այնպիսի թիմ ենք, որը միշտ ձգտում է կատարելության, այդուհանդերձ դա մեր խոսքը չէ, դա մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հստակ ձևաչափեր են, ձևակերպումներ են եւ բանաձևեր են։ Եվ եթե մենք այսօր տեսնում ենք, այո, եթե մենք այսօր տեսնում ենք, որ ամենազարգացած, ամենաուժեղ պետությունների կողմից կարող է մարդու իրավունքները եւ առավելևս միջազգային իրավունքը ամբողջությամբ ոտնահարվել, դա դեռ չի նշանակում, որ դրա ուղղությամբ մենք չպետք է աշխատենք եւ դա մենք չպետք է շտկենք։ Եթե այսօր Հայաստանը որպես պետություն չի ստանձնում իր ուղիղ պարտականությունը իր հայրենակիցների, ազգակիցների, բախտակիցների արդեն էլ էական չէ, ցեղասպանական գործողություններից փրկվելու պատճառով այսպիսի իրավիճակում հայտնվելը, դա չի նշանակում, որ դա հնարավոր չէ երբևէ շտկել, եւ դա չի նշանակում, որ դա մենք չպետք է անենք, հակառակը, դա ավելի պետք է մեզ պատրաստի առաջիկայում այդ անվտանգային խնդիրներին, եւ եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, որը որ պետք է լինի ընդունելի, երկարաժամկետ եւ միջազգային իրավունքի տեսանկյունից բացարձակ ամբողջական, ապա մենք պետք է այդ բոլոր գործողությունները ներդնենք, այդ թվում նաեւ վերադարձի իրավունքը, փախստականների բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն այսօր եւ հետագային բոլոր գործողությունները,
որոնք ոչ միայն պատիժ կսահմանեն ցեղասպանական գործողություններն իրականացնողների նկատմամբ, այլ նաև կկանխարգելեն դրանց առաջիկա իրականացումը։ Գիտեք, նման դեպքերում օրինակ իշխանության հակափաստարկը միշտ սա է, որ եթե դուք խոսում եք վերադարձի իրավունքի մասին, այ ադրբեջանցիները իրենք էլ կխոսեն դրա մասին։ Այս դեպքում ձեր պատասխանը ո՞րն է։ Ես ուզում եմ պատկերացնեմ, կարծես թե մենք չենք էլ խոսում այդ մասին, կարծես թե նրանք են միայն խոսում եւ բացարձակ անտրամաբանական, որովհետեւ այսօր առկա են բոլոր ապացույցները ոչ միայն տեղում հողի վրա, այլ նաև փաստաթղթավորված դեռևս խորհրդային տարիներին, թե ով ինչի դիմաց ինչ է ստացել եւ ում է որքան ինչ այն պետությունը, որը այսօր բարեբախտաբար գոյություն ունի, որպես խորհրդային միություն պարտք։ Այսինքն ինչպիսի գործողություններ պետք է արվեն թե իրավական, թե գործնական տեսանկյունից, որպեսզի այո վերադարձի իրավունքը լինի հավասար, որովհետև այդ դեպքում Ադրբեջանի տարածք անհամեմատ ավելի մեծ քանակով եւ ավելի մեծ թվով մարդիկ իրենց ընտանիքներով եւ մյուս հետնորդներով պետք է վերադառնան եւ ավելի շատ իրավունքներ ունեն պահանջելու, այլ է խնդիրը ինչու մենք դա որպես պետություն չենք բարձրաձայնում այսօր։ Եվ եւս մեկ խնդիր, որ ի տարբերություն հայերի կազմակերպված գործողությունների զոհ երբևէ որևէ այլ տարածաշրջանում ապրող առավել եւս հայերի կողմից հարձակման ենթարկված ազգեր եւ էթնիկ խմբեր գոյություն չունեն եւ այս իմաստով կան հստակ նույնպես միջազգային իրավունքով եւ միջազգային ատյանների կողմից որոշակի արձանագրություններ, որոնց պետք է հետեւել եւ որոնց պաշտպանության եւ հետեւողական ընթացքի համար պետք է պատասխանատու լինի Հայաստանը որպես պետություն։ Շատ բարի, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեզ շնորհակալ միշտ ու միշտ։ Իմ զրուցակիցը նոր ուժ կուսակցության 3-րդ համար Նարինե Արամյանն էր, շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։